լրագրողի գործը իսկապես շատ հետաքրքիր է, բայց նաև շատ պատասխանատու է, որովհետև պատկերացրեք մի ամբողջ ազգություն սպասում է, որ դուք ինչ-որ լուրի, ինչ-որ երևույթի դեպքի մասին պետք է իրանց տեղեկություն հայտնեք, այսինքն ձեզանից է իմանում այդ լուրը ու պատկերացրեք ինչ-որ մի բան սխալ ասեք, չճշտված տեղեկություն ասեք, հասկանալ մարդ կա, ով որոշել է կամ դեռ չի կողմնորոշել պատասխանը լրագրողը։ Ի սկզբանե փոդքասթը եղել է միայն ձայնային տարբերակով, իսկ վիդեո տարբերակ չի ունեցել։ Ռադիոն ոնց է դու միայն լսում ես։ Փոդքասթը եղել է զրույցը առանց կադրի։ Մի քանի տեսակ, հա, մարդը կարա մենակով նստի ինչ-որ թեմա վերցնի, այդ թեմայի շուրջ սկսի մենակով խոսել, պատմել, ներկայացնել թեման։ Կարա ձեր հետ կապ չունի, քանի հոգով են ինչ են, կարևորը այն ինչ-որ ներկայացնում ես, պիտի ներկայացնես շատ հետաքրքիր, որ լսողը կամ տեսնողը կլանվի ուզենա շարունակել լսել։ Շատ է։ Ոնց որ շատ պատմեք, մարդուն արդեն հետաքրքրին, արդեն պատկերը Նայես, պետք է, այո, մենք խնդիր ունենք փոդքասթի դեպքում նենց ներկայացնենք պատմությունը, որ լսողը նաև կարողանա մտքում տեսնել։ Շան հաճոց կլինի, այսինքն կենցաղային աղմուկը մենք ասում ենք լայվեր, մասնագիտական տերմինով ասում ենք լայվեր օգտագործելը միշտ ավելի հետաքրքիր է դարձում, քան 4 խոսքերի պատասխանը, հա? Հարցազրույցը ինչ որտեղ է, այսինքն 4 զրույց ասենք։ Իսկ փոդքասթի դեպքում ինչու ինչպես հարցնի, այսինքն դու ազատ ես, ինչքան կարաս, ընկերական պետք է զրույցը մարես, եթե հյուրի հետ ես խաղում, ոչ թե մենակոսություն է, հա? Մի հոգի չի, մի հոգին էլ կարա, ինչի չէ, ինչքան կարա հումորներ անում, չգիտեմ, թեմայի շերտում ա, ուրիշ թեմայի մասին ա խոսում։ Այդ հիմա դու որ ասեցիր, պետք է հնարավորինս երկար չէ, շատ բան պատմես, որ ինքը գրավի։ Շատ բան, բայց թեմայից շատ չես կարող շերտել։ Օրինակ unboxing որ անում են, այդ հաշվում է որպես podcast, որ ասենք, չգիտեմ, ինչ որ հեռախոս ես առել, ուզում ես ասենք, էսի պլյուսն է, էսի մինուսն է, էսի սենց է, էնին էնց է, էսի լավ է, էսի վատ է։ Podcast-ը գիտես որը լինի, օրինակ եթե վերցնես հեռախոս ու սկսես պատմել հեռախոսի պատմությունը, օրինակ, երբ ստեղծվեց առաջին բջջային հեռախոսը, մինչև բջջային հեռախոսի ստեղծվելը կար հին հեռախոսներ, որոնք չգիտեմ, կնոպկաներով էին, որոնք սենց դուք չեք հիշի, սենց քաշում էին, իսկ լրագրողի նաև մասնագիտության լավ կողմից մեկն է, որ ինքը հարցազրույցներից պատրաստվելու արդյունքում ամեն ինչից ունենում է գաղափար, որ թեմայից չկա, սկսում է այդ դրա մասին հարցազրույց պիտի անի, ինքը պիտի ուսումնասիրի դա, որ կարողանա անել։ Ամեն ինչի մասին մի քիչ գաղափար ունենում է, քաղաքականությունից սկսած մշակույթով վերջացրել։ Ես մեկը հարց ունեմ, լրագրողները որ խոսում են, օրինակ, որ տեսնում են TV-ով, ինչ-որ մի ծրագրով, դրա կանգիր են անում, այդ իրանց խոսում են, Դրած, որ լայվի ժամանակ տեսել եմ ես այդ ժամանակ, որ կարդում են, ուտեղ թղթեր կար դրած, ես տես նկարներել ունեմ, որ գտնեմ երեխեք ձեզ ցույց կտամ ինչ-որ մի օր, սենց բռնում ես այդ տիպը կարդում եմ էլի, հա, դուք էլ ինձ նկարում եք ու հետևն ես մեծ էկրան կար, էդ է էլի երևի քո ասածը, որ կարդում եմ։ Դիզայնը ինչ-որ պատկերներ են դնում, ինչ-որ մեկը իր պավիլյոնը տաղավարը ձևավորում է էկրանով, ինչ-որ պատկերներ են դնում, ինչ-որ իրանք մրցակցում են իրար հետ, ով ավելի արագ սկսեց աշխատել, ով ավելի արագ